Վարդենիսի աստղավար թաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը հյուրընկալել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աօկի Յուտակային։ Սա դեսպանի երկրորդ այցն է և այն այս անգամ ավելի շատ բարեկամական է, քան պաշտոնական։ Հասարակական կազմակերպությունը 2 տարի առաջ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ կարողացավ լուծել խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից վերականգնողական կենտրոնի շահառուների տեղափոխության խնդիրը։ Հատկապես սենաշարժական խնդիր ունեցող երեխաների համար շատ դժվար է եղել սովորական մեքենաներով կամ այլ տրանսպորտային միջոցով տեղափոխվել ծառայությունները ստանալու։ Իսկ ծառայությունները եթե շարունակական չեն եղել, չեն տրամադրվել, ուրեմն ամեն մի արդյունք այլևս անիմաստ է եւ բերում է նաեւ անդառնալի փոփոխությունների։ Առաջին այցի ընթացքում դեսպանը ծանոթացել էր հասարակական կազմակերպության գործունեությանն ու կարիքներին, տեղեկացել այն դժվարությունների մասին, որ կային ձեռքբերումներն ամրապնդելու գործում։ Այժմ Սահիկ Աշարը պատկերավոր ներկայացնում է այն դրական փոփոխությունները, որոնց հնարավոր է եղել հասնել տարբեր կառույցների եւ անհատների գործակցության արդյունքում։ Վերականգնողական ծառայություններից օգտվող երեխաներն ու մեծահասակները դարձել են առավել ներգրավված։ Հնարավոր է եղել ապահովել նրանց մասնակցությունը ոչ միայն կենտրոնի, այլև համայնքային միջոցառումներին։ Երեխաների կյանքում եղել են մեծ դրական փոփոխություններ, բարելավել է նրանց կյանքի որակը, անկախացել են նրանք իրենց ընտանիքներից, շարժումները եղել են ավելի կատարելագործված, ձեռք են բերել ընկերներ, տարբեր համայնքների բնակիչները միաձուլվել են, միասին են արդեն օգնում են միմյանց։ Այս կենտրոնի եւ համայնքի մասով կա մի կարևոր բառ՝ ներառականություն։ Այս բառը հաճախ օգտագործում ենք բնորոշելու համար, թե որքան է հաջողել համայնքը։ Այստեղ տեսնում ենք, որ տարբեր մարդիկ միավորվելով կարողացել են մեծ դրական փոփոխություն կատարել։ Շատ կամավորներ են ներգրաված եղել, տարբեր ֆինանսավորողներ։ Ճապոնիայի դեսպանատունն ուրախ է լինելու շահագրգիռ գործընկերներից մեկը Վարդենիսն առավել ներառական դարձնելու գործում։ Ձեռք բերված 2 միկրոավտոբուսներից մեկը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի համար։ Տրանսպորտային միջոցների շահագործման և պահպանության ծախսերն ամբողջովին ստանձնել է Վարդենիսի համայնքապետարանը։ Տարբեր բնակավայրերում ունենք խնդիր ունեցող երեխաներ, որոնք կարիք ունեն իրոք շփվելու, գալու եւ կենտրոն, եւ նաեւ կազմակերպված ճամբարներ, եւ նաեւ հասարակության ինչ-որ գործընթացներում մասնակցելու համար ի ուրախություն մեզ կարող ենք գոնե ինչ-որ չափով ի նպաստ լինենք այդ երեխաներին, օգնենք նման երեխաներին ինտեգրվելու։ Ճապոնիայի դեսպանի հետ այցն ամփոփվում է երեխաների հետ շփմամբ, ովքեր դեսպանին են հանձնում Հայաստանի և Ճապոնիայի բարեկամությունը խորհրդանշող հուշանվեր։ Անահիտ Կարյան, Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։